Բարի օր, եթերում 112 օպերատիվ ժամն է։ Այս թողարկման մեջ տեղգտած կարևոր իրադարձություններին ծանոթացեք նախ համարով։ Քրեական ոստիկանները բացահայտել են հերթական զանգերի կենտրոնը։ Փրկարարծառայությունը Հանրապետության 159 կրթական հաստատությունում բազդասեր եւ ուսումնավարժություններ է անցկացրել։ Լսելու եւ արձագանքելու պատրաստակամությունը որքան կենսական է փրկարարի, նույնքան էլ երաժշտի համար։ Հայկ Մելիքբեկյան, համազգեստից դուրս։ Ներքին գործերի նախարարության ենթակա ծառայությունների համագործակցության ամրապնդման նպատակով անցկացվել է հնգօրյա վերապատրաստման դասընթաց։ Մասնակիցները ծանոթացել են միջազգային փորձին, իրականացրել թիմային աշխատանք եւ մոդելավորել ճգնաժամային իրավիճակներ։ Ներքին գործերի նախարարության ծառայությունների եւ ենթակա ստորաբաժանումների միջև համագործակցության ամրապնդման նպատակով մարտի 9-ից 13-ն անցկացվել է եռափուլ վերապատրաստման դասընթաց։ Հնգօրյա դասընթացը ներառել է տեսական եւ գործնական փուլեր։ Տեսական փուլի ընթացքում ծրագրի խորհրդատուն մասնակիցներին ներկայացրել է միջազգային փորձը, տեղեկատվության օպերատիվ փոխանցման եւ արձագանքող ծառայությունների փոխգործակցության վերաբերյալ։ Ծավալվել է ակտիվ քննարկում։ Վերապատրաստման հաջորդ փուլում ծառայողները կատարել են թիմային աշխատանք, մոդելավորելով ճգնաժամային իրավիճակում իրենց համատեղ գործողությունները։ Երրորդ փուլում գիտելիքները կիրառվել են գործնականում։ Ըստ սցենարի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ դպրոցում ռումբ է տեղադրել եւ պատանդներ վերցրել։ Ահազանգը անմիջապես փոխանցվել է համապատասխան ստորաբաժանումների։ Դպրոցի դիմաց ստեղծված իրարանցման պայմաններում պարեկային ծառայողները սահմանափակել են լրագրողների մուտքը, փրկարարներն ու պարեկները սահմանազատում են տարածքը, ստուգում դասարանները, հայտնաբերում ու ձերբակալում կասկածյալին, տուժածին ցուցաբերում առաջին օգնություն, իսկ սակրավորական խումբը վնասազերծում է ռումբը։ Կարողությունների զարգացման ուղղված դասընթացը կազմակերպվել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների Արդարադատության դեպարտամենտի ICTAP ծրագրի կողմից։ Քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները բացահայտել են կազմակերպված խոշոր հանցավոր խումբ։ 14 անձից բաղկացած խմբավորումը նախնական համաձայնությամբ եւ դերերի հստակ բաշխմամբ համացանցային զանգերի միջոցով իրականացրել է լայնամասշտաբ հափշտակություններ։ Քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն էին ստացել հանցավոր գործունեությամբ զբաղվող մի խումբ անձանց վերաբերյալ, որոնք նախնական համաձայնությամբ եւ դերերի հստակ բաշխմամբ միմյանց գործողությունները փոխլրացնելով համացանցային զանգերի միջոցով իրականացնում էին լայնամասշտաբ հափշտակություններ։ Ստացված տեղեկությունների համակողմանի վերլուծության հիման վրա նախաքննական մարմին է ներկայացվել հանցագործության մասին հաղորդում, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մարտի 9-ին քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի եւ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչությունների ծառայողները համատեղ խուզարկություն են իրականացրել Երևանի Դավթաշեն թաղամասի առանձնատներից մեկում։ Հատկանշական է, որ հանցավոր խումբը նախապես կառուցել էր պաշտպանական յուրօրինակ համակարգ։ Տարածքը կահավորված էր արտաքին տեսահսկման սարքերով, որոնց միջոցով իրավապահների նկատելուն պես նախատեսված էր վայրկյանների ընթացքում հոսանքազրկել շինությունը, այդպիսով ջնջելով կամ անհասանելի դարձնելով հանցավոր գործունեության բոլոր թվային հետքերը։ Իրավապահների արագ ու հմուտ գործողությունների արդյունքում հաջողվել է կանխել նախաքննության համար առանցքային նշանակություն ունեցող թվային ապացույցների ոչնչացումը։ Հանցավոր խմբի կողմից համացանցում ստեղծվել էին կեղծ կայքեր, որոնք քաղաքացիներին առաջարկում էին ներդրումներ կատարել հատկապես կրիպտոակտիվների ոլորտում, այն քաղաքացիները, ովքեր ցանկություն էին հայտնում եւ հետաքրքրված էին այդպիսի հարթակներում ներդրումներ անելուց, թողում էին իրենց կոնտակտային տվյալները, այնուհետև հանցավոր խմբի կողմից ստեղծվում էր կեղծ
հաշիվներ եւ այդ կեղծ հաշիվների մուտքանունները տրամադրում էին քաղաքացիներին եւ այդ կեղծ հաշիվներում մուտքագրում էին գոյություն չունեցող զրոյական արժեք ունեցող կրիպտոակտիվների վերաբերյալ տեղեկատվություններ եւ պատրանք էին ստեղծում, թե տվյալ ներդրում կատարող անձին ունեն վաստակած որոշակի գումարներ, այսինքն հաջողությամբ ներդրում են կատարել, սակայն վերջնարդյունքում վերջիններս ամբողջապես հափշտակում էին այդ ներդրված գումարը։ Եվ այսպես իրավապահների տեսադաշտում հայտնված 14 անձից բաղկացած խումբը գործել էր կազմակերպված եւ հստակ պլանավորված հանցավոր սխեմայով։ Կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ խմբի անդամները վարձակալել են առանձնատուն, աննկատ մնալու համար իրականացրել ներքին լուսավորության քողարկման հատուկ աշխատանքներ եւ տարածքը կահավորել ժամանակակից համակարգչային տեխնիկայով ու կապի միջոցներով։ Գործողությունների առանցքում airdrops կամ մեթոդի կիրառումներ, մասնավորապես ստեղծելով կեղծ ներդրումային հարթակ, հմտորեն թաքցնելով իրենց ինքնությունը, նրանք հանդես են եկել կեղծանուններով, օգտագործելով հաղորդակցման հմտություններ եւ տիրապետելով մի քանի օտար լեզուների, նրանք թիրախավորել են օտարերկրյա քաղաքացիների, տրամադրելով կեղծ տեղեկություններ կրիպտոակտիվների շուկայում իբր բարձր եկամտաբերություն ապահովող ներդրումների վերաբերյալ, ինչի արդյունքում իրականացրել են խոշորամասշտաբ հափշտակություններ։ Ըստ ստացված նախնական տվյալների վերջիններս հանցավոր զանգերի կենտրոն ունեին ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, նաև ունեն զանգերի կենտրոն տեղակայված օտարերկրյա այլ պետությունում եւ ներկայումս մենք տվյալ երկրի իրավապահ մարմինների հետ աշխատում ենք։ Այս զանգերի կենտրոնի աշխատակիցները, այսպես ասած, թիրախավորել են ոչ միայն մեկ երկրի քաղաքացիներ, այլ բազմաթիվ երկրների քաղաքացիներ, իսկ հասցված ֆինանսական վնասները բավականին մեծ են եւ ներկայումս աշխատանքներ են իրականացնում մեր միջազգային գործընկերների հետ, պարզելու թե ինչ ծավալների ֆինանսական վնասներ են վերջիններս հասցրել քաղաքացիներին։ Իրականացվում են անհրաժեշտ վարույթային գործողություններ հանցավոր սխեմայի մանրամասները եւ դերակատարների շրջանակը պարզելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է։ Կառավարությունն իրազեկում է։ Կասկածելի անձանց եւ կազմակերպությունների միջոցով մի ստացեք եւ մի փոխանցեք դրամական միջոցներ։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում եւ փոխանցում։ Ձեռնպահ մնացեք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։ Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։ Եղեք զգոն եւ չեք դառնա զեղծարարության զոհ։ Շենգավիթ վարչական շրջանում 45-ամյա տղամարդը ձերբակալվել է խուլիգանության կասկածանքով, նա անտեսելով նախկին ընկերուհու նկատմամբ սահմանված արգելքը շարունակել է անհանգստացնել նրան, ինչպես նաև պարբերաբար զանգահարել է 112 ծառայություն, դրսևորելով ոչ պատշաճ վարք։ Տղամարդը հայտնաբերվել եւ տեղափոխվել է ոստիկանության բաժին։ Մարտի 17-ին համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում տված 48-ամյա կինը հայտնել էր, որ նախկին ընկերը սպառնացել է վնասել իր հարազատներին ու ընկերներին։ Հնարավոր զարգացումները կանխելու նպատակով համայնքային ոստիկանները 45-ամյա նախկին ընկերոջ նկատմամբ կայացրել էին անհետաձգելի միջամտություն կիրառելու որոշում։ Տղամարդուն արգելված էր այցելել ընկերուհուն։ Մարտի 21-ին ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնից համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին ստացվեց հաղորդում, որ այդ նույն տղամարդը վերջին օրերի ընթացքում պարբերաբար զանգահարել է 112 ծառայություն, դրսևորել անհամարժեք վարք եւ հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ ոստիկանների հասցեին։ Հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով իրավական նորմերի նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու եւ ոստիկանության բնականon աշխատանքը խոչընդոտելու համար մարտի 27-ին ժամը 10:50-ին 45-ամյա տղամարդը խուլիգանության կասկածանքով ձերբակալվեց եւ տեղափոխվեց Շենգավիթի բաժին։ Նույն օրը նրա նախկին ընկերուհին տվեց հաղորդում, որ մարտի 26-ին անտեսելով վարչական արգելքը տղամարդն այցելել է իրեն։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ 45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Առաջարկում եմ նախորդ շաբաթվա բացահայտված քրեական դեպքերին ծանոթանալ մեկ տեսաշարով։ Կասկածելի վարքագիծ, փախուստի փորձ եւ փրկված կյանք։
Ոստիկանության գվարդիայի ծառայողները ապրիլի 1-ին Հրազդանի կիրճում շրջիկ ծառայություն իրականացնելիս բացահայտեցին ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը։ Ոստիկանության գվարդիայի ծառայողները Հրազդանի կիրճի տարածքում նկատել են մի քաղաքացու, որը ոստիկաններին տեսնելիս դրսևորել է տարօրինակ վարքագիծ։ Այնուհետև ոստիկանները փորձել են հետապնդել, ինչի արդյունքում քաղաքացին դիմել է փախուստի։ Վազելիս երիտասարդը նետել է սառը նմանվող առարկա։ Փախուստը, սակայն, երկար չի տևել։ Բարդ տեղանքում իրավիճակը կտրուկ փոխվել է։ Փորձելով անցնել կիրճում գտնվող ջրատարը, նա ընկել է ջուրը։ Դուրս գալու անհաջող փորձից հետո երիտասարդն օգնություն է խնդրել ոստիկաններից, եւ գվարդիայի ծառայողները նրան դուրս են բերել ջրից։ Պարզվել է, որ 20-ամյա երիտասարդը թմրամիջոցով փաթեթներ է տեղադրել։ Վարձատրական աշխատանքների արդյունքում քաղաքացին իր բջջային հեռախոսի մեջ ցուցադրել է նկարները, որոնք վերաբերում են թմրանյութերին։ Քաղաքացու ցուցադրված նկարներով տեղանքին լավ ծանոթ լինելով արագ կողմնորոշել ենք եւ հայտնաբերել ենք փաթեթները։ Կպչուն ժապավենով 3 փաթեթն էլ հայտնաբերվել է։ Թմրամիջոց իրացնելու կասկածանքով երևանցի երիտասարդը ձերբակալվել, տեղափոխվել է համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ Մարտի 15-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեց ահազանգ, որ Արտաշատի խճուղում կայանված բեռնատարներից գողացել են մարտկոցները։ Շենգավիթի համայնքային ոստիկանները մեկնեցին դեպքի վայր եւ պարզեցին, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատճառվել էր 180,000 դրամի վնաս։ Նախաձեռնվեց քրեական բարույթ եւ Շենգավիթի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունները կատարել է Չարենցավան քաղաքի բնակիչ 34-ամյա տղամարդ։ Մարտի 17-ի առավոտյան նա ձերբակալվեց եւ տեղափոխվեց Շենգավիթի բաժին, որտեղ խոստովանել է, որ բեռնատարների մարտկոցները ինքն է գողացել։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Մարտի 17-ի գիշերը ժամը 2-ին օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած երիտասարդը հայտնել է, որ մայրաքաղաքի Արգիշտի փողոցի իրենց շենքի բակում 5 անձ անհարկի վիճել է իր հետ, հասցրել հարվածներ, վերցրել գետնին ընկած բջջային հեռախոսն ու փախել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ ֆիզիկական ներգործության եւ կողոպուտի հատկանիշներով։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է անձանց ինքնությունը։ Աբովյան քաղաքի բնակիչ 18-ից 20 տարեկան երիտասարդներ են։ 5-ն էլ ձերբակալվել են խոստովանել արարքը եւ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Մայրաքաղաքի հրշեջ փրկարները հաղթող են ճանաչվել լավագույն հավաքական օղակ մրցույթում։ Մրցաշարն անցկացվել է 4 փուլով՝ հրդեհաշիջում, հակածխային օղակների գործողություն, առաջին օգնություն եւ տուժածների տարհանում։ Առաջին անգամ անցկացված լավագույն հավաքական օղակ մրցաշարը համախմբել էր փրկարար ծառայության մայրաքաղաքի եւ մարզային ստորաբաժանումներից հավաքական թիմերին։ Նրանք մրցում էին լավագույնի կոչմանն արժանանալու համար։ Նմանատիպ մրցաշարեր իհարկե կազմակերպվել են նախկինում, բայց այս մասշտաբով, որ փրկարար ծառայությունը բոլոր ստորաբաժանումներից մարզային փրկարարական եւ Երևան քաղաքի նույնպես ընդգրկված լինեն, առաջինն է։ Մասնակցում էին 12 թիմեր, ինչպես նաև փրկարար ծառայության հայկական ատոմային էլեկտրակայանի պահպանության հրշեջ փրկարարական թիմը։ Մրցաշարին հետևում էր նաև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հրահանգչական կազմը։ Մրցաշարը անցկացվել է 4 փուլով, որը իր մեջ ներառում է հրդեհաշիջում, հակածխային օղակների գործողություն, առաջին օգնություն եւ տուժածների տարհանում խոցված տարածքից։ Առողջ մրցակցային պայմաններում կարևոր է ոչ միայն հաղթելու, այլ նաև սեփական գիտելիքները կատարելագործելու ցանկությունը։ Մրցավարական թիմը մրցույթի ընթացքում հաշվի է առել յուրաքանչյուր մանրուք։ Եթե մրցման ընթացքում սխալվել է միայն միավորի կորուստը, ապա իրական կյանքում սխալվելու գինը կարող է մարդկային կյանք արժանալ։ Մրցաշարի ավարտին փրկարար ծառայության տնօրենը շնորհավորելով մասնակիցներին լավագույնը ճանաչված թիմերին հանձնել է գավաթներ։ Լավագույն հավաքական օղակ մրցաշարի անդրանիկ գավաթը նվաճեց մայրաքաղաքի թիմը։ Երկրորդ եւ երրորդ հորիզոնականները զբաղեցրին Արմավիրի եւ Կոտայքի մարզային ստորաբաժանումների թիմերը։ Մրցաշարը շարունակական է լինելու։
Փրկարար ծառայության քաղաքային որոնողափրկարարական թիմերը մասնակցել են երկօրյա վերապատրաստման, նրանք կատարելագործել են փլատակներում որոնման իրենց հմտությունները, կիրառելով ժամանակակից տեսադիտարկման և ակուստիկ սարքեր, ինչպես նաև ծանոթացել են միջազգային չափորոշիչներին։ Փլուզված շինություններում որոնողափրկարարական աշխատանքների արդյունավետ իրականացումը պահանջում է ոչ միայն մասնագիտական պատրաստվածություն, այլև գերզգայուն տեխնիկական միջոցների կիրառում։ Երկօրյա վերապատրաստման շրջանակում փրկարար ծառայության քաղաքային որոնողափրկարարական թիմերի անդամները յուրացրել են ոչ միայն որոնողական սարքերի կիրառման առանձնահատկությունները, այլև ինսարակ միջազգային չափորոշիչներին համապատասխանող արձագանքման սկզբունքները։ Դասընթացի տեսական մասում մասնակիցները ամրապնդել են գիտելիքները որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպման, սարքերի տեխնիկական բնութագրերի ու անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ։ Դասընթացները մեզ հնարավորություն են տալիս ծանոթանալու նոր տեխնիկական միջոցների հետ, որոնք արտակարգ իրավիճակների ժամանակ մեզ հնարավորություն են տալիս ավելի ճիշտ եւ ժամանակին ու հմուտ իրականացնել մեր աշխատանքները։ Գործնական մասում մասնակիցները ձեռք բերած գիտելիքները կիրառել են տարբեր սցենարային իրավիճակներում։ Աշխատանքային գոտու ուսումնասիրությունից հետո փրկարներն ընտրել են տուժածների հայտնաբերման արդյունավետ մեթոդներ, որոնման համապատասխան սարքավորումներ եւ սկսել որոնողափրկարարական գործողությունները։ Փլատակներում որոնողական աշխատանքներն իրականացվել են տեսադիտարկման եւ ակուստիկ տեխնիկական սարքերի միջոցով, որոնց օգնությամբ հնարավոր է եղել ճշգրիտ տեղորոշել տուժածների գտնվելու վայրը։ Համագործակցությունը տվյալ աշխատանքներում ամենակարևորն է, որպեսզի փրկարարները կարողանան միասին աշխատեն։ Դա հիմնականում ավելի օգնում է աշխատանքները ճիշտ եւ ժամանակին կատարել։ Վերապատրաստման դասընթացները նպաստում են փրկարարական ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացմանը եւ պատրաստվածության բարձրացմանը, ապահովելով որոնողափրկարարական աշխատանքներում համակարգված թիմային գործողություններ։ Քաղաքացիական պաշտպանությունը պետության դիմակայունության կարևոր հիմքերից է։ Քաղաքապաշտպանության համաշխարհային օրվա շրջանակներում հանրապետության 159 կրթական հաստատություններում անցկացվել են բաց դասեր եւ ուսումնավարժություններ ուղղված բնակչության պատրաստվածության բարձրացմանը արտակարգ իրավիճակներում։ Մասնագետները կարևորել են հատկապես պատասպարումն ու տարհանումը որպես կյանքի պահպանման հիմնական միջոց։ Քաղաքացիական պաշտպանությունը մեր պետության դիմակայունության ապահովման կարևոր ուղղություններից է։ Համակարգի շարունակական զարգացման համատեքստում ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կողմից պարբերաբար իրականացվում են բազմաբնույթ միջոցառումներ։ Քաղաքապաշտպանության համաշխարհային օրվա շրջանակում հանրապետության 159 կրթական հաստատություններում անցկացվել են բաց դասեր եւ ուսումնավարժություններ։ Թեմատիկ վարժանքների եւ սեմինար պարամունքների միջոցով փոխանցում ենք մեր փորձն ու գիտելիքները ուսումնական հաստատություններում, օդային տագնապի վերաբերյալ վարվելակերպի կանոնների պահպանման, պատսպարման, տարհանման տարբեր միջոցառումներ անցկացվում։ Միջոցառումները նպաստելու են արտակարգ իրավիճակներում ռազմական դրության, ինչպես նաև դրանց նախորդող ժամանակահատվածում հասարակության դիմակայունության բարձրացմանը։ Քաղաքացիական պաշտպանությունը միջոցառումների համակարգ է ուղղված բնակչության եւ նյութական արժեքների պաշտպանությանը կամ պաշտպանության նախապատրաստմանը։ Մենք պետք է նախապատրաստական փուլում, այսինքն խաղաղ ժամանակ միշտ պետք է պատրաստ լինենք։ Քաղաքացիական պաշտպանությունը միտված է հասարակության կարողությունների զարգացմանը, ինչը նվազեցնում է ռիսկերը եւ ապահովում բնակչության անվտանգությունը։ Այդ համատեքստում որպես արդյունավետ միջոցներ առանձնահատուկ նշանակություն ունեն պատասպարումն ու տարհանումը, որոնք ուղղված են մարդկանց կյանքի պահպանմանն ու հնարավոր կորուստների կանխմանը։ Քաղաքացիները պետք է հստակ տարանջատեն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանություն եւ քաղաքացիական պաշտպանություն։ Մենք արտակարգ իրավիճակներում դուրս են գալիս անվտանգ վայր, իսկ օդային տագնապի դեպքում մենք պետք է իջնենք մեր պաշտպանական կառույցները պատսպարվելու։ Յուրի Գրեյանի խոսքով պաշտպանական կառույցներն ապահովում են բնակչության անվտանգությունը վտանգավոր գործոններից, պայթյունային ալիքներ, բեկորային վնասումներ, ճառագայթային ազդեցություն, թունավոր նյութեր եւ այլ վնասաբեր երևույթներ։ Բոլոր ստորգետնյա հատվածները, թունելները, մետրոպոլիտենը, խորշերը, հանկախորշերը, նկուղները հանդիսանում են պատսպարման վայր։ Պետք է մեր նկուղային հատվածները միշտ մաքուր պահենք։ Նախապես իմանանք մեր գծագրված վայրը որտեղ է, մենք որտեղ ենք պատսպարվելու։ Քաղաքացիական պաշտպանության ամուր համակարգի ապահովման, հանրային անվտանգության մշակույթի ձևավորման գործում յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա իր գիտակցված ներդրումը։
Օպերատիվ կառավարման կենտրոնի Տավուշի բաժանմունքի հրահանգիչ Հայկ Մելիքբեկյանը ծառայությունն ու արվեստը համատեղում է մեկ նպատակի շուրջ՝ մարդուն լսելու եւ աջակցելու, աշխատանքում արագ արձագանք, բեմում ներդաշնակություն։ Որպես քամանչահար եւ համույթի ղեկավար նա իր ստեղծագործությամբ խաղաղություն է փոխանցում, իսկ ծառայության ընթացքում ապահովում մարդկանց անվտանգությունը։ Երբ օրվա ռիթմը թելադրում են զանգերն ու նոտաները եւ օպերատիվ կառավարման կենտրոնի ահազանգերին փոխարինելու են գալիս երաժշտական գործիքների նուրբ հնչյունները, ծառայողական կարգուկանոնը լրացվում է արվեստի ձեռագրով։ Առաջին հայացքից իրարամերժ այս երկու աշխարհների հիմքում նույնն է՝ լսելու բացարձակ ունակությունը։ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման, այնուհետև օպերատիվ կառավարման կենտրոնում աշխատած տարիները Հայկ Մելիքբեկյանի մեջ արմատավորել են մասնագիտական այնպիսի կոփվածություն, որը նրան չի լքում նույնիսկ աշխատանքային լարված պահերին։ Հենց այդ հատկանիշն է նրան օգնում նաև բեմում Իջևան համայնքի երաժշտական դպրոցի ժողովրդիկների համույթի աշխատանքը համակարգելիս։ Որպես հմուտ քամանչահար եւ համույթի գեղարվեստական ղեկավար, նրա առաքելությունը դարձյալ մարդկանց օգնելն է, բայց այս անգամ ստեղծագործական ներուժը ներդաշնակելու եւ հոգիներ խաղաղեցնելու միջոցով։ Եթե օպերատիվ կառավարման կենտրոնում ամեն ինչ վարքյանի ճշգրտությամբ է եւ սխալվելու իրավունք չկա, ապա երաժշտության աշխարհն անսահման է եւ ինքնադրսևորվելու լայն հնարավորություն է ընձեռնում։ Հայկ Մելիքբեկյանն ասում է, որ տաղանդը ընտանիքից է ժառանգել։ Հայրս միշտ երգում էր, մայրս էլ միշտ ուղղում էր, երբ որ երգում էինք, եղբայրս էլ ակարդեոն էր նվագում, քույրերս էլ էին երգում, տենց ընտանեկան անսամբլ ունեինք։ Հիշում եմ երկրորդ դասարանում երևի երաժշտական դպրոցի տնօրենը Սփյուռքահայ էր, Քեշիշյան էր ազգանունը։ Եկել էր ոնց որ ընտրում էր տենց շնորհալի երեխաներ երգող, որպեսզի երաժշտական դպրոց մոտենան։ Ես էլ իմ թղթերը վերցրեցի, տարա տենց երաժշտական դպրոց տնօրենին տվի ու երաժշտական դպրոց ընդունվեցի։ Հայկ Մելիքբեկյանի համար ծառայությունն ու արվեստը նույն հարթության վրա են, քանի որ երկու դեպքում էլ առանցքում մարդն է, մեկում նրա անվտանգությունը, մյուսում հոգևոր վայելքը։ Երբ ավարտվում է հերթափոխն ու հեռախոսակապին փոխարինելու են գալիս երաժշտական գործիքներն ու բեմը, ծառայողական կարգապահությունն ու արվեստի անկաշկանդությունը դադարում են հակադրվել, ստեղծելով մի նոր ինքնատիպ ձեռագիր։ Եթե երաժշտության մեջ արվեստագետն ազատ է ստեղծագործական թռիչքի մեջ, ապա օպերատիվ կառավարման կենտրոնում աշխատանքը հոգեբանական ու մասնագիտական հմտությունների փորձություն է։ Այստեղ յուրաքանչյուր ահազանգի հետևում մարդկային ճակատագիր է, իսկ օպերատորի առաքելությունը միայն տեղեկատվություն փոխանցելը չէ։ Դա պատասխանատու գործընթաց է, որտեղ քաղաքացուն լսելու, իրավիճակն ակնթարթորեն գնահատելու եւ ճիշտ որոշում կայացնելու կարողությունը կենսական անհրաժեշտություն է։ Հենց այս լարված առօրյան էլ կոփել է Հայկի մասնագիտական կարգապահությունը, որն այսօր նրա անբաժան ուղեկիցն է։ Հետաքրքիր աշխատանք է, այս մեկը նույնպես քաղաքացիներին արագ արձագանքում ենք կազմակերպում, որպեսզի օգնության կարիք եւ այլ իրավիճակներում հայտնված մեր քաղաքացիներին կարողանանք ճիշտ ժամանակին օպերատիվ օգնություն ցուցաբերենք։ Արվեստի ու ծառայության սահմանագծին Հայկ Մելիքբեկյանն ապացուցում է, կարևորը լսելու եւ արձագանքելու պատրաստակամությունն է, հատկանիշ, որը որքան կենսական է փրկարարի, նույնքան էլ անհրաժեշտ արվեստագետի համար։ Իսկ այժմ կարճատեդաթար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք թողարկումը։ Մեկ երկու բարև ձեզ, լսում եմ։ 1-1-2 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունեցեք։ Ահազանգ ունեն քաղաքացուն օգնությունը անհրաժեշտ Մաշտոցի պողոտայում։ 112 մեկ զանգ արագ արձագանք։
Մենք վերադարձանք եւ շարունակում ենք թողարկումը։ Վիզաների ազատականացման գործընթացի զարգացումները, ներքին գործերի նախարարության ոլորտային բարեփոխումները եւ կանանց ներգրավվածության մարտահրավերներն էին երիտասարդական ֆորումի քննարկման առանցքում։ Restart քաղաքացիական երիտասարդական հիմնադրամի նախաձեռնած հանդիպումը համախմբել էր մայրաքաղաքի եւ մարզերի ավելի քան 200 երիտասարդի։ Երիտասարդական ֆորումի բանախոսը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն էր։ Քննարկվել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացմանը, ոստիկանության ծառայության ստանդարտացմանը, հանցավորության կանխարգելմանը, ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարին, ընտանեկան բռնությանը, քրեական ենթամշակույթի նկատմամբ հանրային ընկալմանը, հանրային կյանքում կանանց ներգրավվածությանը, թվայնացմանը վերաբերող հարցեր։ Քննարկումները շարունակվել են նաև ֆորումի ավարտից հետո։ Այսօր ներքին գործերի նախարարությունը վայելում է միջազգային աջակցություն եւ վստահություն առավել քան երբևէ։ Կայացել է միջազգային գործընկերների հետ երրորդ համաժողովը, որի ընթացքում նախարար Սարգսյանը ներկայացրել է 2025 թվականին ներքին գործերի նախարարության համակարգում իրականացված բարեփոխումների արդյունքները։ Անդրադառնալով վիզաների ազատականացման գործընթացին նախարար Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն այս պահին ունի ակտիվ երկխոսություն վիզաների ազատականացման շրջանակում, ինչը երկկողմ հանձնառության եւ ներդրված ջանքի մասին է։ Ներքին գործերի նախարարը նշել է նաեւ, որ Հայաստանը մայիսին կստանա առաջընթացի գնահատման վերջնազեկույցը եւ վստահություն է հայտնել, որ երկուստեք կարձանագրվեն գոհացուցիչ արդյունքներ։ Արփինե Սարգսյանը նշել է նաեւ, որ 2025 թվականին անկախությունից ի վեր առաջին անգամ Հայաստանը գրանցել է միգրացիոն դրական սալդո, ինչը հաստատված խաղաղության եւ ոլորտային բարեփոխումների արդյունք է։ Ահաբեկչության համաշխարհային ինդեքս 2026 նոր զեկույցն ամփոփել է պետությունների դասակարգումը ըստ ահաբեկչական սպառնալիքի աստիճանի եւ դրա ազդեցության։ Հրապարակված տվյալների համաձայն Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքերն աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում։ Հայաստանն աշխարհի 163 պետությունների համադրությամբ դասվում է ահաբեկչության շատ ցածր ազդեցություն ունեցող երկրների շարքին։ Ինդեքսի հաշվարկման մեթոդաբանությունը հիմնված է համապարփակ ցուցանիշների վրա, որոնք ներառում են ահաբեկչական միջադեպերի հաճախականությունը, զոհերի ու վիրավորների թիվը եւ նյութավնասի չափը։ Այս դրական դինամիկան բնորոշում է Հայաստանը որպես ահաբեկչական ռիսկերից պաշտպանված եւ անվտանգային բարձր մակարդակ ունեցող պետություն։ Շաբաթվա համար առանձնացրել էինք այսքանը, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս հաջողություն։